Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Բարի օր։ Բարև, կանչել եմ քեզ։ Չէ, ես ինքս եմ եկել, ձեզ բան ունեմ ասելու։ Լսում եմ։ Ուզում էի հասկանալ արտակի գործի հետ կապված ինչ-որ նորություններ կա։ Թե ձեր միակ կասկածյալը Դավիթն է։ Չհասկացա, այդ Դավիթին ամենաշատը դու էիր կասկածում, ինչ արավ քեզ։ Չէ, ես ուղղակի ուզում եմ հասկանալ, եթե կան այլ տարբերակներ, դրանք էլ պետքա քննվի։ Ես իմ գործը գիտեմ ոնց եմ անում։ Եթե բան կա ասելու, ուղիղ ասա։ Կարող մանրամասներ կա։ Սոֆիա։ Չէ, չկա, ուղղակի ուզում էի իմանալ դուք ինչ եք անում, այդքան բան։ Այսինքն սպասի ուր ես գնում։ Մնամ ինչ անեմ, եթե նորություն չկա, ես դրա համար էի եկել։ Վստահ ես, որ մենակ դրա համար էր եկել։ Իհարկե։ Ռաֆը իր արածների համար պատասխան ա տալու, բայց դու իրավունք չունես սենց թուլանալու։ Դու սենց մենակ օգնում ես Ռաֆին, որ իրան ավելի ուժեղ զգա։ Իսկ այս պայն մեզ պետք չի։ Ան, ես շնորհակալ եմ, որ դու այսքան անհանգստանում ես, որ այսքան մտածում ես իմ մասին։ Բայց հասկացիր, որ ես ոչ մի շանս չունեմ։ Եթե ես խոստովանեմ, ես բացի խայտարակվելուց ուրիշ ոչ մի բան չեմ ստանալու։ Ախր քեզ ինչի ա տենց թվում։ Քո պապան քեզ չի հավատալու, հա չի օգնելու։ Ան, դու ոնց ես պատկերացնում, ես այդ մասին ոնց եմ պապայիս ասելու։ Քեզ թվում է այդքան հեշտ է խայտարակությունը ընդունելու իր մասին խոսելը։ Պապան ինձ 1000 անգամ զգուշացրել էր, որ Սոֆիայի գործի հետ կապված առանց իր իմացության ոչ մի բան չանեմ։ Ու հիմա որ իմանա կբարկանա ու շատ լավ էլ դրա տեղը ունի, բայց հետո քեզ կհասկանա ու վերջապես Ռաֆին իր տեղը ցույց կտա մար։ Ախր հասկանում ես, մենք երկուսով Ռաֆի դեմ ոչ մի բան չենք կարող անենք։ Մեր լռությունը մենակ օգնում այդ հիմարին։ Դու պետք է քո մեջ ուժ գտնես ու պապայիդ ամեն ինչ պատմես մար, էդ է ճիշտը։ անկլինի այս մասին էլ չխոսենք, չեմ ուզում։ Այ դու միշտ սենց ես անում։ Խոսակցությունը կեսից կտրում ես ու փախնում ես։ Բայց մինչև երբ ես լռելու։ Ան դու հասկանում ես, որ ես ոչ մի ապացույց չունեմ։ Ու դրա պատճառով Ռաֆին չեն բռնի։ Իսկ եթե բոլորը իմանան, պապան ու Դավիթը մի բան անելու են, որի համար ես իմ ամբողջ կյանքում ինձ մեղադրելու եմ։ Բա ինչ ես անելու, Սենց լռելու ես։ Ու շատ հետաքրքիր է մինչև երբ։ Այդ հիմարներն մտածի, որ լավ արե ու մի հատ էլ կարա անի, հա։ Շուտ պատասխանի կարևոր է, եթե մի ժամից չհայտնվեցիր, ես չգիտեմ, թե ինչ եմ անելու։ Ռաֆ, շուտ պատասխանի կարևոր է, եթե մի ժամից չհայտնվեցիր, ես չգիտեմ, թե ինչ եմ անելու։
Ռավ։ Մինչև չեմ ասում, որ կարևոր է, չես զանգում։ Չեմ հասկանում, տենց ես մարդուն օգնում։ Մեծ հանգստացի առաջին հերթին։ Հետո քեզ քանի անգամ եմ ասել, որ զանգում ես չեմ պատասխանում, ուրեմն տեղս հարմար չի։ Ինչ որ անընդհատ քո տեղը հարմար չի, տարօրինակ է մի տեսակ։ Արի կլինի իմ կյանքը քո հետ չքննարկեմ։ Ավելի լավ է ասա տեսնեմ ինչ ա եղել։ Ես կարևոր բան ունեմ քո հետ խոսելու, մենք պետք է հանդիպենք։ Հիմա ինչ ա եղել, էլի Դավիթի հետ է կապված։ Հիմա որ հեռախոսով ասեմ, էլի մաս չի լինի հանդիպելու։ Մենք պետք է հանդիպենք, Ռավ։ Լավ, ես իմ տան մոտ եմ։ Կես ժամից արի, բայց 5 րոպե ժամանակ ես ունենալու, կարճ կկապես ասելիքդ։ Այդքանն էլ է հերիք։ Ան կարող է ներս գաս, հանգստանաս, նոր կգնաս։ Չէ, ես կես ժամից հաճախորդ ունեմ, հազիվ էլ հասցնեմ։ Լավ, դե ուրեմն գնա, որ չուշանաս։ Կգնամ, բայց դու մտածի իմ ասածների մասին անպայման։ Էս նենց բան է, որ ես իրավունք չունեմ առանց քո համաձայնության ասեմ։ Բայց չեմ էլ ուզում, որ դու սխալվես, Մարիա։ Ան իմ սխալները այնքան շատ են, որ իրենցից փախչելու տարբերակ չունեմ։ Քո ամենամեծ սխալը հիմա լեռելն է։ Դու չես էլ պատկերացնում, թե Ռաֆին ոնց ես օգնում։ Այդ իրան ավելի շատ ուժ է տալիս, որ իր վատ մտքերի մեջ խորանա ու օգտագործի ձեր դեմը, հասկանում ես։ Լավ, քանի դեռ ժամանակ կա, վախերդ մի կողմ դիր ու առաջ գնա։ Բարև։ Հեռախոսով չբարևեցիր։ Իսկ միգուցե դու արժանի չես իմ բարևին։ Չհասկացա։ Ես էլ շատ բան չէի հասկանում։ Մինչև Արտակի ընկերը չեկավ Հայաստան ու չբացեց իմ աչքերը։ Կարող ավելի պարզ խոսաս։ Չեմ պատրաստվում անիմաստ ես մունաթը տանեմ, Սոֆիա։ Ես այդքան համբերատար մարդ չեմ։ Լսի, դու այնքան ստոր ես, որ նույնիսկ օգնություն բառի իմաստը չգիտես, ուր մնաց կարանաս գործերով ապացուցես։ Իսկ կարող է հիմա ավելի պարզ բացատրես հասկանամ այդ Արտակի ընկերը ոնց է աչքերդ բացել, որ sense խելքդ թրցրել ես։ Պարզվում է, որ Արտակի բոլոր խնդիրներից իր ընկերը տեղյակ է եղել։ Ու գիտի, թե ով է իրան անհանգստացրել, ինչ են խոսացել։ Ու գիտես ինչն է ամենահետաքրքիրը, որ ամենաշատը քո անունն է ինքը տվել։ Ու հիմա ինչի է քեզ թվում, որ ինձ պետք է հետաքրքրի թե Արտակը ում հետ է խոսացել ու ինչ է խոսացել։ Լսի անիմաստ խոսակցություններից ես, հա, կարճում։ Համենք վիճել ենք Արտակի հետ, բայց այդ այնքան փոքր հարց է եղել, որ շատ արագ անցել գնացել է։ Կարող է այդ ժամանակա խոսացել ընկերոջ հետ ու իմ անունն է տվել։ Չէ, Ռավ, ես հիմար չեմ։ Ու այն, որ դու հիմա փորձում ես ձևացնել, ավելի է ինձ համոզում, որ դու ինչ-որ խաղեր ես կեղտոտ տանում։ Իսկ ասես այդ կեղտոտ խաղը ո՞րն է։ Արի ավելի պարզ խոսանք, ինչի համար ես ստեղ։ Դու սպանել ես Արտակին։ Ու այնպես ես արել, որ բոլորը մտածեն, թե Դավիթն է սպանել։ Քո ուզածային էր, որ Դավիթը բանտում փտի։ Բայց Արտակը ամեն ինչ պատմել է իր ընկերոջը։ Ու դու ես մեղավոր այդ ամեն ինչի մեջ։ Ու հիմա այս քո ձևերով չես կարող ոչ մեկին խաբես, հատկապես ինձ։ Արտակը ասել է իր ընկերոջը, որ դու իրան սպառնացել ու վախացրել ես։ Ու գիտես, Արտակը երբեք անիմաստ տեղը ոչ մեկի անունը չի տալիս, ի տարբերություն քեզ, որ Դավիթին ես անընդհատ մեղադրում։ Ու ես սկսում եմ մտածել, որ իմ ենթադրությունները ավելի քան ճշմարտություն են։ Մենք հավաքել ենք կոտրվածը։
Կներեք, շտապում էի, չհասրեցի հավաքեմ նոր գնամ։ Ոչինչ։ Ես հեսա կգամ։ Զգացիր։ Հա, շատ վատ էր։ Բայց ես արդեն գնամ տուն, թող ինքն էլ հանգստանա։ Կճանապարհեմ։ Քեզ խնդրում եմ, ոչ մի հաց չտաս, ոչ մի բան չխոսես հետը։ Տեղից էլ լավ չի։ Լավ ես։ Հա, ուզում եմ մի փոքր հանգստանայի։ Ինչ որ բան է պետք։ Չէ։ Դա հանգստացի։ Հա, Սոֆիա, ես եմ արել։ Ու ինչ քեզ թվում էր, այսքան խոսացածիցդ հետո պետք է այս պատասխանը քեզ տայի։ Լսի, միակ բանը ինչ ես ուզում եմ, որ մարդասպանը պատասխան տա, ու ես կարողանամ Արտակի շիրիմի առաջ մաքուր լինել։ Լավ, ուրեմն հիմա ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում, որովհետև վերջին անգամն է սա, որ քո հետ նորմալ եմ խոսում։ Դու ուզում ես, որ իսկական մարդասպանը պատասխան տա, ինքը պատասխան կտա։ Դավիթը պատասխան կտա, ու մենք այդ ճանապարհի վրա ենք։ Ուրիշ մեղավորներ մի փնտրի։ Կամ դու ոնց ես կարծում, գնալու ես ոստիկանություն ու ասես, որ Արտակի ընկերը քեզ ինչ-որ բաներ է ասել, դրա համար դու վստահ ես, որ ես եմ մեղավորը։ Չես հասկանում, որ քեզ ընդհանրապես լուրջ չեմ վերաբերվելու։ Ճիշտ ես ասում։ Ինձ լուրջ չեմ վերաբերվի, որովհետև ես հիմարի նման հավատացել եմ քո նման տականքի։ Լավ, դու արդեն երկարացնում ես ոնց որ թե։ Կարող է ուզում ես քեզ Արտակի հետևից ուղարկեմ, շատ ես կարոտել, հա։ Դրա համար ես գլխիցդ մեծ բաներ խոսում։ Ինձ էլ ես ուզում սպանես։ Արտակին էլ ես, չէ՞, սխեմայով սպանել։ Բայց ես ուզում եմ մի բան լավ իմանաս։ Քեզ հաջողվել է Արտակին սպանել, բայց իմ դեպքում դա չի աշխատի։ Ու ես դատարանում ասելու եմ, որ Դավիթը մեղավոր չի, ու որ իրական մարդասպանը դու ես։ Կորից տեղից հենց հիմա, Սոֆիա, ու խելքդ գլուխդ հավաքի։ Դավիթն է մեղավոր, ու ամեն մարդու ասածին չեն հավատա։ Սպարտակը Արտակի 1000 տարվա ընկերն է, ու ամեն մարդը այս դեպքում դու ես։ Լիլիթ ինչ ա եղել։ Մամ։ Լիլիթ խոսա, սիրտս կպայթի։ Դրսում Ռաֆին տեսա։ Այն կնոջ հետ էր, որ մեր տուն էր եկել։ Այն սպանված մարդու կինը։ Իրենք ինձ չտեսան։ Մամ, բայց ես ամեն ինչ լսեցի։ Ինչ լսեցիր։ Այդ կինը այդ տղայի սպանության մեջ Ռաֆին էր մեղադրում։ Ասում էր, որ Ռաֆն է սպանել։ Մամ, ինչի է Ռաֆին մեղադրում։
Դու ինչ-որ բան գիտես։ Ուր է հիմա Ռաֆը։ Մամ, ես քեզ ուրիշ հարց եմ տալիս, կպատասխանես։ Մամ։ Բարզարդ։ Քո այս լռությունը ինձ ապացուցեց, որ ես ամեն ինչ ճիշտ եմ լսել։ Ամեն ինչ ճիշտ եմ հասկացել ու կապել իրար։ Ուղղակի չեմ կարողանում հասկանամ, այսքանից հետո ինչի ես դու Ռաֆին պաշտպանում։ Ինքը մարդ է սպանել ու հիմա ազատության մեջ է ու իր փոխարեն ուրիշն է պատասխան տալիս։ Դու չես պատկերացնում ինչ է կատարվում հենց հիմա Դավիթ Հենստանը։ Չես պատկերացնում Մարիան հենց հիմա ինչ վիճակի մեջ է։ Ես չեմ հասկանում, դուք խիղճ ունեք։ Ճիշտն ասած անհանգստացա քո համար։ Մտածեցի սխալ եմ արել, որ պատմել եմ քեզ այդ ամենը։ Չէ, հավատա ճիշտ ես արել, որ ասել ես։ Եթե դու չասեիր, ես չէի իմանա ճշմարտությունը, ու մինչև հիմա կպաշտպանեի իմ թշնամուն։ Ռաֆը ոնց որ արտակին այդպես էլ ինձ ա խաբել ու օգտագործել իր շահերի համար։ Ես չգիտեմ ոնց եմ ապացուցելու Ռաֆի մեղքը։ Ես չգիտեմ ինչ պետք է անեմ դատարանում, որ գոնե կասկածեն Ռաֆին։ Այդ հարցում ես քեզ կօգնեմ։ Ոնց տեսնում եմ ճիշտ ուղու վրա ենք։ Լռելու իմաստ չկա։ Դու պատրաստ ես պայքարել։ Այսօրվա մեր խոսակցությունից հետո մտածեցի սխալվել եմ ու սկսեցի իմ ու Արտակի հաղորդագրությունները վերանայել։ Ու նենց բան գտա, որ քեզ հիմա հաստատ պետք կգա։ Ինչ ես գտել։ Ես չէի սխալվում։ Արտակը իրոք խնդիրներ ա ունեցել Ռաֆի հետ ու հիմա դու ինքդ կհամոզես դրանում։ Սպարտակ արդեն ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից։ Ես էլ չեմ դիմանում։ Այսօր հանդիպելու եմ այդ Ռաֆոյի հետ ու ինքը պատասխան է տալու ինձ սենց օգտագործելու համար։ Ես սպանելու եմ դրան, մաս եմ անելու։ Ես էլ ոչ մի բան չունեմ կորցնելու ու թույլ չեմ տա, որ այդ լագոտը պատվիս հետ սենց խաղա։ Ես ուշադիր չէի եղել։ Նոր եմ նկատել, որ այս հաղորդագրությունը հենց դեպքի օրն է ինձ ուղարկել։ Աստված իմ ինչ հիմար եմ ես։ Հանգստացի, ես էստեղ եմ։ Ափսոս, որ շուտ չկարացա գամ այս ամեն ինչի դեմը առնեմ։ Ես գիտեի, որ դու էլ ես տեղյակ Արտակի խնդիրներից, բայց պարզվում է, որ չէ։ Կուղարկես ինձ այդ ձայնայինը։ Ոստիկանություն պիտի տանես։
Հարցեր մի տուր։ Ուղակի ուղարկիր։ Քեզ թվում է ես ոչինչ չեմ զգում։ Ես ուղղակի ինձ լավ չեմ զգում։ Երբ որ մարդ իրեն վատ է զգում, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, նշանակում է նրա կյանքում վատ դեպքեր են եղել, ինչ որ իրավիճակներ ու վատ դեպքեր։ Մամ, ես իմ տեղը չեմ գտնում։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Ոնց որ իմ կյանքը ոտքեր առած լինի ու ուզենա ինձանից փախնի։ Մամ, իմ կյանքը խառնվել է իրար։ Նոնա, աղջիկ ջան, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Ես վատ կին եմ։ Մամ, ես Ռուբենի համար վատ կին եմ։ Հա, ես գիտեմ։ Ես գիտեմ, որ շատ դժվարություններ ա եղել, որ դուք տանջվել եք, ես ինքս էլ եմ տանջվել, այն փաստով, որ ես 10 տարի երեխա չեմ ունեցել, մամ, բայց ես պայքարել եմ, ես չեմ հանձնվել, միգուցե այդ 10 տարիները Ռուբենի համար հոգնեցուցիչ են եղել, հոգնեցրել եմ, բայց ես ամեն ինչ արել եմ, մամ, ես չեմ հանձնվել, Եթե ես հանձնված լինեի, ես չէի պայքարի, ու ես միշտ իմացել եմ։ Իմացել եմ, որ իմ ամուսնու կյանքում բացի ինձանից ուրիշ մեկն էլ կա։ Բայց ես չեմ չարացել, մամ։ Ես վրեժով չեմ լծվել Ռուբենի հանդեպ։ Ու ես ոնց ունեցա իմ Վահանին։ Կյանքի գնով ունեցա, մամ։ Նոնա, հիմա ինչ ես այդ ամենը ինձ ասում։ Դու կարծում ես ես քեզ չեմ ճանաչում, դու ինչ ես փորձում ինձ մոտ ներկայանալ։ Ախր ես լավ գիտեմ քեզ, Նոնա։ Քեզ թվում է քո նվիրվածությունն ու սերը ես չեմ տեսել։ Չէ, մամ։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ իմ դժբախտությունների մեջ ես եմ եղավոր, որ ես վատ կին եմ, վատ մայր եմ, ու առհասարակ ես վատ մարդ եմ։ Եվ ինչի ես եկել, որ նորից պատմություն սարքես, որ դատարանում ասելիքի պակաս չունենաս։ Ես գիտեմ, որ դուք ինձ չեք վստահում, ու շատ բաների մեջ ինձ եք մեղադրում, բայց ես շատ կարևոր բան ունեմ ձեզ ասելու։ Ես քեզ չեմ ուզում լսեմ։ Ես չեմ ուզում քո սատերը նորից լսեմ։ Իսկ եթե ես ուզում եմ ասել, որ վերջապես ուզում եմ, որ դուք ճիշտ է իմանաք, դուք իրավացի էիք, Դավիթը չի սպանել Արտակին, Արտակին Ռավն է սպանել, ու ես վստահ եմ դրանում։ Ես հիմա ձեզ ամեն ինչ կպատմեմ, թե ոնց եմ իմացել ու ինչ ապացույցներ ունեմ։ Ամեն ինչ մանրամասն կպատմեմ։ Հետո դուք կորոշեք։ Կօգնեք ինձ, թե չէ։ Երկու դեպքում էլ կհասկանամ ձեզ։ Եվ ինչ ես իմացել ու որտեղից։ Արտակի ընկերոջ միջոցով եմ իմացել։ Ինքն է ինձ ասել։ Հիմա մանրամասն կպատմեմ ձեզ։
Ոնց ես։ Լավ եմ։ Հաստատ։ Հա, չես հավատում։ Ես իմ չհավատալու շատ պատճառներ ունեմ։ Մեկը էս քո սառը վերաբերմունքը կամ այսօրվա տեսածս։ Աբուլի, ես քեզ արդեն ասեցի, որ դա պատահական է եղել։ Ու քեզ թվում է ես հավատացի։ Այդ դիտավորյալ կոտրած սպասք էր։ Երբ մարդ կոտրում է ներվայնացած ժամանակ, որ հանգստանա։ Աբուլ, կլինի ոչ մի բան չբարթացնես։ Ես չեմ բարթացնում։ Ուղղակի ուզում եմ հասկանալ ինչով կարող եմ քեզ օգնել։ Հիմա աղբերս քեզանից հեռու է։ Ու ես պետք է լսեմ, օգնեմ քեզ։ Իսկ դու ամենձև ինձ հեռու ես պահում քո հարցերից։ Այդ երբ այն սկսեցիր չվստահել ինձ։ Աբուլ, ես քեզ շատ եմ վստահում։ Շատ։ Բայց ես իմ ապրումներն են։ Ես Դավիթի մասին այնքան շատ եմ մտածում, որ հասկանում եմ դրանից է իմ մեծ տարօրինակ ու սառը պահվածքը, բայց իմացի հաստատ ուրիշ ոչ մի բան չկա։ Այսինքն Արտակը իր անկերոջ մոտ անընդհատ Ռաֆից էր խոսում։ Հա։ Ու ասել է կամ Ռաֆն է իրեն սպանելու, կամ ինքը Ռաֆին։ Իսկ ինչ ապացույցների մասին էր խոսում։ Այդ օրը, երբ ինքը գնում էր Ռաֆին տեսնելու, ընկերոջը ձայնային է ուղարկել։ Իսկ կարող եմ լսել ես այդ ձայնայինը։ Իհարկե։ Սպարտակ արդեն ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից։ Ես էլ չեմ դիմանում։ Այսօր հանդիպելու եմ այդ Ռաֆոյի հետ ու ինքը պատասխան է տալու ինձ սենց օգտագործելու համար։ Ես սպանելու եմ դրան, մաս եմ անելու։ Ես էլ ոչ մի բան չունեմ կորցնելու ու թույլ չեմ տա, որ այդ լակոտը պատվից հետ սենց խաղա։ Ռաֆը ինձ օգտագործել է։ Ռաֆը ձևացնում էր, թե ինձ օգնում է, բայց իրականում ինքը կոծկում էր իր մեղքը։ Կներեք ինձ։ Ես շատ մեղավոր եմ ինձ զգում։ Շատ մեղավոր եմ, որ խաբել եմ ձեզ։ Բայց ես իրոք չեմ իմացել ու չէի էլ իմանա, եթե Սպարտակը Հայաստան չգար։ Ռոզա։ Լավ հանգստացի, Սոֆիա։ Դե մոլորության մեջ ես եղել։ Ես քեզ չեմ մեղադրում։ Ես քեզ կօգնեմ։ Բայց նախ պետք է վստահ լինեմ, որ դու Ռաֆին ոչ մի տար չես ասելու։ Ոչ մի տար պետք է չիմանա մեր այսօրվա հանդիպման մասին, մեր խոսակցության մասին, այն նրա մասին, ինչ որ հենց նոր դու ինձ ասեցիր։ Դուք ինչ ասեք, ես այն էլ կանեմ։ Այս պահին Ռաֆը չպետք է իմանա։ Որովհետև այս ձայնագրությունը որպես ապացույց կարող է չընդունվի։ Հետո Ռաֆը որ իմանա կարա քեզ վնաստա։ Հետո ինչ-որ քայլեր կձեռնարկի, որպեսզի ալիբիներ ունենա։ Դու ինձ հասկանում ես։ Ես հիմա ոչինչ չեմ հասկանում, բայց կանեմ այնպես, ինչպես դուք եք ասում։ Մամ, կբացես դուրը խոսենք։ Մամ, լավ, ինչքան ես դու սենց փակված մնալու, ինչքան ես լռելու, կասես։ Երբ ես վերջապես հասկանալու, որ վաղուց բանը բանից անցել է ու Ռաֆը կործանվել է։ Երբ ես վերջապես դադարելու պաշտպանել Ռաֆին ու պաշտել, աստվածացնել։ Մամ, խնդրում եմ, բացի խոսենք, ինձ ասա, հասկանամ ոնց է եղել այդ ամեն ինչը, ոնց է Ռաֆը սպանել այդ մարդուն, ինչի համար է սպանել, կամ առհասարակ ուզում եմ հասկանամ, ինչի համար է Դավիթը Ռաֆի փոխարեն պատասխան տալիս։
Ես ուղղակի ամաչում եմ անկեղծ։ Որ այս խայտարակությունը բացահայտվեց, ես չգիտեմ Աբուլի աչքերի մեջ ոնց եմ նայելու։ Մենք լուրջ այդքան վատ մարդիկ ենք, որ մեր ընտանիքի գործած մեղքերի համար ուրիշը պետք է պատասխան տա։ Մամ, չեմ հասկանում, ինձնից ես ամաչում։ Թե չես կարողանում խոստովանել, որ Ռաֆը մարդասպան է։ Դե ինքը քո համար միշտ անմեղ է, չէ՞, միշտ սուրբ է։ Ապրես։ Հիմա ամենակարևոր բանը այն է, որ Ռաֆը չի իմանա, որ ես այսքան բանը գիտեմ։ Դու ձևացրա, որ մենակ ես գործում։ Եթե ինքը գլխի ընկնի, որ ես քո հետ եմ, ամեն ինչ ավելի կբարդանա։ Ես ուշադիր կլինեմ ու կհետևեմ ձեր բոլոր ասածներին։ Ապրես, որ ասացիր։ Շատ խելացի քայլ էր։ Դե ես գնամ։ Ես քեզ կճանապարհեմ, բայց ես քո բոլոր քայլերից պետքա տեղյակ լինեմ։ Կներեք, պարոն Դավթյան, Ռաֆն է եկել, ուզում է ձեզ տեսնի, ինչ ասեմ։